Նախկինում այս տարածքում գինու գործարանի բանվորական շենքն էր։ Համայնքային կենտրոնի կարիքը վաղուց էր զգացվում։ Այսօր համայնքի մեծ ու փոքր բնակիչները հավաքվել էին միասին նշելու սպասված իրադարձությունը։ Կարևորն այսօր իհարկե միայնակ չեն։ Նրանց կողքին ֆրանսիահայ մեր հայրենակիցներն են։ Համայնքային կենտրոնը կրում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հիմնադիրներից Էդի Ճոլոլյանի անունը։ Հարմարավետ շինությունն այժմ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռելու համայնքի բնակիչներին։ Ֆրանսիայի հիմնադրամը իր աշխատանքները դարած է քյուրական դպրոցներու շինության, քյուրական համայնքներու շենքերու շինության, որովհետեւ ժողովուրդը այդ քյուրերում ունենան վարչական կենտրոնը եւ մանավանդ դպրոցը երեխաներուն համար։ Ֆրանսիահայերի Արցախին օգնելու պատրաստակամությունը միշտ ակնհայտ էր։ Նրանք առանձնակի ուրախությամբ են լցվում տեսնելով կառուցվող հայկական երկրորդ հանրապետությունը։ Համայնքային կենտրոնները, որոնց թիվն Արցախում արդեն 2 տասնյակից ավելի է, փոքրիշատե թեթևացնում են գյուղական առօրյան։ Ի դեպ, ֆրանսիահայերի աջակցության վերանորոգման աշխատանքներ են տարվել գյուղի մանկապարտեզում։ Դպրոցական նոր շենքն էլ շուտով շահագործման կհանձնվի։ Համայնքային կենտրոնների կառուցումը որպես ռազմավարական ծրագիր հռչակվել է 3 տարի առաջ, բայց այն հանգամանքը, որ որոշ բարերարներ կամ տեղական մարմիններ շարունակում են համայնքային կենտրոններ կառուցել զուգահեռ իրենց այլ ծրագրերի, արդեն խոսում է այն մասին, որ եւ իրենք են գոհ այդ կենտրոնների կառուցումից եւ համայնքի կողմից կա մեծ գոհունակություն։ Եվ այսօր այստեղ տեղ գտած այս հանդիսությունը, որը իսկապես ցնծությամբ մասնակցում է ամբողջ համայնքը եւ մեր Ֆրանսիայից ժամանած մեր պատվիրակությունը արդեն փաստում է այն հանգամանքը, որ սրա կարիքը կար եւ հուսանք, որ այսուհետ այս կենտրոնը կծառայի գեղեցիկ միջոցառումներին։ Նորակառույց կենտրոնի դահլիճում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության համար կազմակերպվել է միջոցառում։ Երաշտական եւ պարային համարները ողջևորեցին հյուրերին։ Շատ էին երախտիքի խոսքերը։ Շնորհակալություն կհայտնեմ համահայկական հիմնադրամի այս աջակցությանը, որ նման կառուցալ մեր համար համայնքային կենտրոն։ Ֆրանսիահայերի ջանքերով վերջերս կառուցված Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի անձնակազմին նույնպես ուրախալի լուր էր սպասվում։ Ֆրանսաբնակ մեր հայրենակիցները ուսումնարանի մետաղամշակման արհեստանոցին տրամադրել են անհրաժեշտ հաստոցներ ու պարագաներ։ Եզնիկ Մոզյան դպրոցը շինվեցավ եւ այսօր այս առավոտ արդեն նորեն գրգին կացինք այնտեղ դեսնալու վերջնական ասենք կորսողությունները եւ գիտենք, որ այսօր այդ դպրոցը շատ մեծ կարևորություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ մանավանդ երիտասարդաց համար, որոնք գրնան այդ դպրոցը հաջողելով իրենց գիտելիքները ջոխացնել եւ հետագային աշխատել Ղարաբաղի համար։ Հարություն Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր ծրագրի համար։